Այսինքն շունը հայտնվել է դեմը, չէ՞։ Դեմը ես լա փախսում չկարծեմ, դու շունը սատկել ու դե շարունակես մտել։ Քան մետր է եկի ընդեղից դե։ Չէ։ Բադալյանը Կարապետյանը գնացել են հիվանդանոց, հա։ Ասա գնան հիվանդանոց ինչ պետք է անեն։ Գնացել են երևի վիճակները ճիշտ են, էլի։ Իսկ կներեք, տղերք, ժողովուրդ, վիրավորները ավտոյի մեջ են եղել, թե դրսում։ Չէ, ավտոյի մեջ են եղել, հանել են դուրս։ Այսինքն ամրակապված են եղել։ Տենում ես։ Որ ամրակապված չլինեին, վատ կվերջան։ Տենում ես ամրակապելը փրկել է։ Ու քաղաքացիներն են առաջինը հասել, չէ՞։ Տենում ես արդ քաղաքացիները հալալ այդ մարդկանց անտարբեր չեն, էլի։ Փրկարար եկել, հա տղերք։ Եմ չես եկել, հա։ Մի հատ ոնց ճշտենք։ Ստեղ հեռախոս կա, հա ավտոյի մեջ։ Հա վարորդի ոտերի մոտ հեռախոս կա։ Հա։ Քնիչը գա վերցնին ով է։ Հա։ Քնիչը գա կզնի։ Հասած ավտոյի մեջ են, չէ՞ եղել։ Ճանապարհից դուրս։ Առաջացեք ճանապարհի դուրս։ Ավտոն առաջացրեք։ Սա Երևան-Սևան որ կիլոմետրն է։ 45 45.5։ Մարտի 8-ն է։ Երևան-Սևան ավտոճանապարհի 45.5 կմ հատվածում Հրազդանի վարչական տարածքում դեպի Սևան ընթանալիս BMW Մագնիշի ավտոմեքենան հարվածել է իր առջև հայտնված շանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնացի օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի գլխավորությամբ եւ ըստ քաղաքացիների օպերատիվորեն ժամանած Հրազդան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապախումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին նաև, որ վարորդն ու ուղևորը եղել են ամրակապված եւ բոլոր 4 վիրավորներին իրենք եւ պարեկները դուրս են բերել ավտոմեքենայից։ Բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։ Իմ տեղեկություններով վիրավորներից մեկին Հրազդան բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի համապատասխան հիվանդանոցներից մեկը։ Դեպքի վայրը այս պայն Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները սահմանազատել են։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից արդեն հիվանդանոց է մեկնել քննչական խումբը, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սմբատյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական
վարչությունում նախաձեռնվել է քրեական բարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի եւ վիրավորների ինքնությունը։ Հերթական անգամ հոգատար քաղաքացիների, Կոտայքի պարեկների, Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել կարծես թե փրկել վիրավորների կյանքը, սակայն մի որոշ ժամանակ վիրավորները պետք է մնան բժիշկների հսկողության տակ։ Մեկի վիճակն են բժիշկները գնահատում միջին ծանրության, հավանաբար հենց այդ վիրավորին էլ տեղափոխել են Երևանի համապատասխան հիվանդանոցներից մեկը։ Ճանապարհը եղել է անցանելի, մերկասառույց չի եղել։ Շունն էլ սա էլ մեքենայի դետալներն է, դիմապակու հավանաբար, հա դիմապակին է, BMW-ի նույնա դետալներն է, քիչ հեռվում էլ շունն է, դա չարժի նկարել։ Այսօ, այք ցավտանում մեծ է շունը, չէ։ Արգելակման հետքեր էլ չկա, չէ։ Կա արգելակման հետ։ Դե կա արգելակման հետ։ Զգուշ։ Թափառական շուն, հա, թե։ Բայց հեսա, այսի չի հեսա, հեսա։ Խփելուց հետո է, հա։ Հեսա այստեղ արդեն հեսա BMW-ի դետալներն է,
Ժողովուրդ ցուրտ է, նստեք ավտոն միջև քնի չգա։ Սառն է եղանակը։